Խփերի խոսում է։ Պետական մակարդակով գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգակի դուր կացրել 15 թվականին մեր նահատակվածներին եւ խնդրեի հարցերը որքի գործնեայության այս տարիների ընթացքում։ Դուք դատապարտում 44 օրյա պատերազմից մինչև այսօր։ Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոջի այրումը։ Որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար։ Ոնց հարց։ Ասում են հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ոնց կարա հարցականների հարցնի ցեղասպանությունն է։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տենում։ Եվ մենք որպես ես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականա գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 20 թվականից մինչև այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի Զավապանի հանդգյուղում են։ Դա հակասում է ճանաչման գործընթացին։ Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօրվա իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Միքայելյան։ Դա իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատում։ Նախորդի դուք չեք մասնակցել երբևէ, կամ քննադատել եք նախորդ դրոշ վառելու։ Ընդհանրապես Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ դրոշ վառել։ Հարց եք տալիս, լսեք այ բալամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեն Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մենք իշխելով լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ Մենք պահանջատիրությունից չենք հենց, հա՞։ Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք գործընթացի մեջ ենք, որ պետք է ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելի է դա։ Կներեք, բայց այսինքն այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբած պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում է պետք է ես որպես վարչապետ ասում եմ։ Ինձ հարց ունես տալու իմ գործնեայության շրջանակներում։ Որպես ձեր թիմակից ասում եմ, եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ, դուք սա ինչպես եք ընկալում, ինչ է դա։ Ժամանակը ցույց կտա։ Պարոն Միքայելյան ասաց, քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն, Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր։ Ոչ, այդ սուտ է, ես գիտեմ այդ Բայց Արբանյակն է ստում։ Որ ասում եմ դա սուտ է եղել, ես այնտեղ կանգնած եմ, մեր տեղի երկրապահը մեծ թվականակով կանգնած է։ Նման բան չեղել։ Այդ հորին իրել նման բաներին պիտի վերջ տա։ Դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Խելոք լինենք, չմնանք, տեսեք, գաղափարապես խելոք Հա, լինենք։ հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն Ժամանակա, դրա համար եմ ասում, պետք է մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հարցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որ անցել է թշնամուն։ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ իրար իրանք հետ տան։ Արծվաշենա, բավար չտանը հետո կերվ, այդ համախմբված լինել չեն կարա չտան։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժողովուրդ ջան, մի գործընթաց հասկացե քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք, որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով ապքանտամ, դաշնակից պետություն,
Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծնել Ռուսաստանի կազմ, որը ես Եկել Ռուսաստանի կազմում։ Երբեք չեմ եկել Ռուսաստանի կազմում չի, բա ինչի։ Բա ո՞նց ենք։ Բա ինչի։ Այսինքն անկախ Լավ, պետություն քիչ խոսքս վերջացնեմ։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, այն Ուրա, ես լավ եմ տրում, ես վախտեցի, ես ավելի լավ եմ տրում։ Այն սահմանի որտեղ որ դու կանած եք Երկրապաներին այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդին նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով վախեցնել։ Հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլինեք Երկրապահը, ազատամարտիկները, բոլոր այն տղեկ ովքեր են ժամանակին Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 Մի րոպե, մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի համատարության ներքո։ Այսօր նույն գործն անում է Երկրապահ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականակներ չեմ ուզում ասել, դու գիտես որ ադրբեջանական սահմանները վերցնեն, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականակները շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք որ հիմա վախեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես լսի, եթե հզոր ես եղել, ամեն ինչ էլ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սակսեր կասես, խելոք լինենք, ես վստահ ենթարկում եմ, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմաններում ունեցած պետություն, հետագայում ժամանակը ցույց տա։ Նայեք, Իսրայելը ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։